Հիշողություններ լսենք։ Ես ասեմ, ես անկեղծ ասած զգացված եմ մեր հարգարժան վերածրապի հաջողություններից եւ ես բնութագրվեցի որպես ազդեցություն ունեցող, հեղինակություն ունեցող։ Իհարկե ես աղետներ ունեցել եմ տարբեր մարդկանցից այդ մասին լսելու, բայց որ ես մեղադրող կողմից պետք է լսեի, ինձ համար մեծ անակնկալ է եւ շատ հաճելի է։ Շնորհակալ եմ։ Բայց տարօրինակ էր ենթադրյալ այդ հեղինակությունը եւ այդ ազդեցությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու ցանկությունը։ Ես այո, իմ ծառայության բերումով, իմ շփումների բերումով ունեմ որոշակի ազդեցություն, որոշակի հեղինակություն եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմ ազդեցությունը ոչ կնվազի խափանման միջոցի ընդունությամբ, ոչ էլ կվերանա։ Միակ միջոցը խափանման, որը կօգնի, որ այդ իմ ազդեցությունը ընդհանրապես չեզոքացվի, մահապատիժն է։ Մահապատիժներ կարծում եմ, որ այս դատարանը ի վիճակի չի լինելու որպես խափանման միջոց օգտագործել։ Անգամ կալանավորումը խափանման միջոց օգտագործելու դեպքում միևնույնն է, այդ ազդեցությունը չի նվազելու։ Այնպես որ ոնց որ Սուրբ Գիրքը կասեր, զուր են ձեր ջանքերը։ Ամբողջ աբսուրդը նրանում է, որ իրականում ոչինչ չկա արած, ոչինչ չունեմ արած, որի հետքերը մաքրելու, ապացույցները ջնջելու համար ջանքեր գործադրեմ։ Դա ուղղակի արևի նման պարզ է։ Փաստաբանը արձանագրեց 18 թվին եղել է դեպք, 18 թվից հետո մեր համապատասխան մարմինները լեթարգիական քնի մեջ են եղել, հանգարց 25 թվին ինչ որ երկնքից տեսիլք են ունեցել, որ պետք է գործը վերաբացվի։ Ու երբ ես քննիչի հետ խոսում եմ, ասում եմ, ինչ հանգամանքներ, ինչ տվյալներ կան, որոնք պարզ չէին, մինչև այս գործի վերաբացումը, ինքը ասում է, պարզել են, որ դուք խոսել եք Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի հետ։ Ասենք որոշ անձանց հետ։ Ասում եմ, ինքնին խոսելը փաստ է, որ ես դրա մեջ ներգրաված եմ։ Այսինքն անհեթեթ աբսուրդային պնդումներ։ Ես հասկանում եմ, կարող է պատահի հիմա դուք ինձ նկատողություն անեք, ասեք, որ թեմայի հետ չառնչվող զրույցներ եք, քննարկումներ եք ծավալում։ Ես համաձայն եմ ձեզ, բայց ընդհանրապես այս թեման ինձ հետ չի առնչվում։ Այս թեման ծիծաղալի է, զավեշտական է ինձ հետ կապել է, այնպես որ ես ինչ ուզեմ կարող եմ խոսել ես։ Ինչ ուզեմ, որովհետև դուք թույլ եք տվել խոսել մի թեմայի շուրջ, որի հետ ես բացարձակապես կապ չունեմ։ Այսքան։